Բարև մեր բոլոր ունկնդիրներին, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Մարիա Հակոբյանի հետ։ Այսօրվա մեր հյուրն է Նանա Բարսեղյանը։ Բարև Նանա ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալ եմ, շնորհակալություն հրավերքի համար։ Մեծ հաճույքով։ Նան, սկսենք ամենասկզբից։ Ով է Նանան, որտեղ է ծնվել, երբ է ծնվել։ Ես Նանա Բարսեղյանը, ծնվել եմ Երևանում, սովորել եմ Երևանում, ապրել եմ Երևանում, 20 տարեկանում եկել եմ Բելգիա ու մինչև այսօր Բելգիայում եմ։ Ունեմ 3 բալիկ։ Ունեմ 3 բալիկ ու տենց։ Ո՞րն է քո մասնագիտությունը։ Բելգիայում սկսենք։ Բելգիայում որպես աշխատում եմ բժիշկ կոսմետոլոգ։ Նան, Հայաստանում, հա, 20 տարեկանում ես եկել այստեղ, հա, ասեցի 21, 21, ավելի ճիշտ 21։ Ինչ ես արել Հայաստանում, ինչ ես սովորել։ Հայաստանում դպրոցս ավարտել եմ ոսկե մեդալով։ Երազանցիկ։ Այո, ոսկե մեդալով դպրոցս ավարտելուց հետո ընդունվել եմ մեր բժշկական պետական հերացու անվան համալսարանը, Ստոմֆակը, ստոմատոլոգիչский ֆակուլտետը, որպես ատամնաբույժ սովորել եմ ու վերջին տարում արդեն պետական քննությունները հանձնելու ժամանակ այտենց արդեն ցավոք սրտի այստեղ է, բայց հեռակակարգում եմ մյուս 2 տարիների ուսուցումը վերջացրել այնտեղ, հետո հանձնել եմ քննություններս եւ ստացել եմ մեր բժշկական համալսարանի դիպլոմը որպես ատամնաբույժ, այո։ Իսկ որպես բժիշկ, արդեն որպես կոսմետոլոգ, արդեն սկսել եմ մասնագիտանալ Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում, բնականաբար Հայաստանում, բայց արդեն Ռուսաստանից ժամանած պրոֆեսորների հետ այնտեղ։ Բայց 21 տարեկանում գալիս ես Բելգիա եւ ի՞նչ է լինում ստեղ լեզու ես սովորում։ Բնականաբար 21 տարեկանում, երբ որ ես հայտնվեցինք Բելգիայում, ինչպես բոլորը, ես նույնպես անցանք մի հատ դժոխքային ճանապարհ, երկար ժամանակ թղթի խնդիր։ Երբ որ եկա ստեղ արդեն սկսեցի, երբ որ դիպլոմը ստացա, տվեցի էկիվալանսի, իրենք ասեցին, որ դեռ 2 տարի պետք է սովորեմ, որտեղ ժամային առումով չի համապատասխանում այստեղ ուսուցման տարիների ժամերի քանակը մեզ մոտ մեր Հայաստանի հետ, բայց այդ ժամանակ հնարավորություն չտվեցի սովորի, քանի որ թուղթ չունեի, չի կարող առանց թուղթի սովորել։ Այո, սովորել։ ասեցին, հա դիմեցի Վալոնիում, այդ էկիվալանսի համար տվեցին 2 տարի, օքեյ, դմանդ արեցի, որ սովորեմ, բան թույլ չտվեցին, թուղթը, հետո ասեցին հոլանդերենով դիմի Ֆլանդրիային, այնտեղ կարողա շանսերը տան, օքեյ, բայց նեղլանդերեն չէի իմանում։ Ինչ արեցի, սկսեցի սովորել լեզուն։ Սովորել եմ ֆրանսերենը, սովորել եմ հոլանդերենը, սկսել եմ ինքնակրթմամբ շատ զբաղվել, մինչև այսօր շատ զբաղվում եմ ինքնակրթմամբ, ինքս ինձ անընդհատ էլ վեբինարներով, ամեն ինչերով ու երբ որ էսթետիկայի բնագավառում, բայց այդ տարիների ընթացքում բնականաբար ինչպես բոլոր, այնպես էլ ես արել եմ տարբեր աշխատանքներ, աշխատել եմ տարբեր ոլորտներում, տարբեր տնային մաքրությունից սկսած, խանութներից վերջացած համարյա բոլոր, որպես վաճառողուհի աշխատել եմ երկար տարի Lidl-ում, որպես վաճառողուհի, որովհետև սովորեցի VDAB-ում, սենց։ Դե պետք է հա, բնականաբար պետք է ապրենք, պետք է շարունակենք, պետք է ունեի վերջապես 2 երեխա, ես ոչ միայն իմ մասնագիտության մասին պետք է մտածեի, նաև ունեի 2 երեխա, որ պետք է ոտի կանգնացնել։ Ապրենք միասին։ Բարդ է իհարկե բոլոր ընտանիքներն էլ, որ լքում են Հայաստանը, գալիս են, մի ամբողջ կյանք է մնում Հայաստանում, հետո ստեղ պետք է զրոյից սկսել ամեն ինչը նորից։ Դա իմ կյանքն է, որ սկսել եմ զրոյից, ստեղ դաժե նույնիսկ կարամ ասեմ մինուսից, ոչ թե զրոյից։ Իհարկե, որտեղ դիպլոմը չես կարողացել օգտագործես։ Լրիվ ու զրոյից այդ ամբողջ կրթություն, ուսում, ու սովորել, ինքս ին վրա աշխատել, միաժամանակ աշխատել, միաժամանակ տուն, երեխաներ ու փառք Աստծո, շնորհակալ եմ Աստծուց, որ այսօր հասել եմ մի որոշակի նիվոյի, որ շնորհակալ եմ
Աստծուց, որ իրոք Աստուց եւ քո աշխատասիրությունից, որ ձեռքեր չես թույլատրել, իջացրել։ Իսկ ասենք ոնց որոշեցիր, որ դառնաս, ասենք էսթետիկայով զբաղվես ավելի ատամնաբուժարանից, ատամնաբուժ լինելով, ասենք։ Ճիշտը որ ասեմ, մամաս օֆթալմոլոգ է, մամաս, որ բժշկուհի է, ինքը աշխատել է մեր համար առաջին հիվանդանոցում, մանկական հիվանդանոցում, աչքի կլինիկայում պրոֆեսոր Շաքարյանի մոտ, որպես օֆթալմոլոգ մաման, մանկական։ Ու ծնված օրվանից ես դա եմ լսել, որ ես պետք է գնամ բժշկական։ Իսկ դասախոսների ընտանիքները, բժիշկների ընտանիքները ունեն այդ սովորությունը, որ երեխաները պետք է Ես ծնված օրվանից դա եմ լսել, Մարիշ ջան, բայց որ ճիշտ ասեմ, ես ուզում եի դառնալ բիոխիմիկ։ Շատ սիրել եմ այդ մասնագիտությունը, բիոլոգիա, բիոխիմիկ։ Մասնակցել եմ օլիմպիադաների բիոլոգիայի, քիմիայի, երկրորդ տեղն եմ վերցրել օլիմպիադաների շատ սիրեմ, բայց քանի որ մեր տիպիկ հայկական ծնողներն որոշում դու ոնց կարաս ինչ ես ուզում դառնաս, բայց հիմա ասում եմ մամայիցս այնքան շնորհակալ եմ։ Այն ժամանակ բիոխիմիկ այդպես մասնագիտությունը շատ Ես շատ սիրել եմ բիոլոգիա, քիմիա, իմ համար դա մի հատ յուրահատուկ աշխարհ է եղել, բայց ապրի մամաս, որ ստիպեց ճիշտը որ ասեմ։ Ինչ լավ է։ Մարդիկա հետո բան են անում, հա։ Հա, դա ապրի մամաս, որ ինձ ստիպեց, այտենց բանացի, ասեմ ավելի եղբայրս էլ ատամնաբուժ, ինքն էլ է բժշկականը վերջացրել ընդեր։ Հաստորեն ձեր ընտանեկանը։ Հա, եղբայրս էլ ատամնաբուժական, եղբորս կինն էլ ատամնաբուժական ստոմֆակը վերջացրել։ Այստեղ արդեն որ այսքան տարի ապրում ես Ֆրանսիայում, արդեն տիրապետում ես ֆլամաներենը, չես մտածել երբեք վերականգնես քո դիպլոմը, թե արդեն չի հետաքրքրում այդքան քեզ։ Վերականգնումը ահա որ դժվար է, ասեմ բնականաբար շատ մեծ քայլեր է արվում դրա համար, անում եմ ամեն ինչ արվում է դրա համար, ներկա պահին այդ этаպի մեջ է, հա, ընթացքի մեջ է, ասեմ բոլորին, որ ես նանան ստեղ կանֆետ խմոր եղել, ինչ ասես դրել է, հիմա ուզում եմ շատ գայթակվի։ Ու փաստորեն մի շրջան ասենք այդ թղթային պահը, որ անցնում է լեզուն սովորում ես, ո՞նց ես ասում, լավ, ես ուզում եմ դառնամ էսթետիկայի, ասենք ո՞նց է կոչվում, էսթետիսիեն, հա, ֆրանսերեն, հայերեն ո՞նց է կոչվում, չգիտեմ, բժիշկ կոսմետոլոգ, հա։ Ես ճիշտը որ ասեմ, արդեն որ բժշկության ես այնքան այդ շփվել եմ այդ բնագավառի մեջ, որ եղել եմ, որ ասում եմ, ասենք վերապատրաստումներով, իմ համակուրսեցիները համալսարանը վերջացած բոլորը բժշկի ամեն անգամ Հայաստան գնալուց, ասենք իրանց հետ շփումներից, իրանց հետ բանը, ինձ շատ գրավել այդ չհաշված, ես իմ ծնված օրվանից այդ բժշկական այդ ամեն ինչերը լսել եմ, տեսել եմ այդ հավաքույթները, այդ սեմինարները, այդ ամեն ինչը ես ինքս տեսել եմ, էլի դրա համար ասենք ոնց որ հոգեհարազատ իմ համար բնագավառ է դարձել, որ ճիշտ ասեմ ատամնաբուժությունը այդքան ինձ չի հետաքրքրել, ինչքան որ ասենք այս կոսմետիկան, էսթետիկ կոսմետոլոգիայի մեջ բիոխիմիան մի քիչ ավելի առկա է, չէ՞, պետք է իմանաս այդ ռեակցիաները, բաղադրիչները, մաշկի տարբեր բովանդակություններ, տարբեր բաներ, այսինքն ավելի երևի քեզ։ Բնականաբար իհարկե դրանք շատ կարևոր է, որովհետև ամեն մի product, ամեն մի նյութ իր մեջ պարունակում է մի նյութ, որը որ կարա ազդի օրգանիզմում, կարա ռեակցիա ունենա, կարա հետևանքներ ունենա, պարտադիր է դա մինիմալ գոնե իմանալը։ Հա, նա իսկ ոնց որոշեցի, այսինքն հենց միանգամից դու համար սկսեցիր աշխատել, թե սկզբում ինչ որ Չէ, ես ինքս ինձ համար հենց միանգամից ինչ որ մեկի համար չեմ աշխատել Օգնողներ շատ եմ ունեցել ստեղի բժիշկներից, ստեղի վաղուցվա բժիշկներից օտարազգի, որ շատ են ինձ օգնել բոլոր հարցերով, շատ հարցերի դեպքում, նույնիսկ պրակտիկայի դեպքում շատ են եղել բժիշկներ, որ ինձ օգնել են իրոք, որ ես կայանամ, այսպես ասած։ Իսկ դու ինչ որ ասենք դասընթացներ Բելգիայում կամ Եվրոպայում արել ես, թե դու հիմնականում ասենք անում ես Սանկտ Պետերսբուրգ, Ռուսաստան, Հայաստան։ Իմ համար, ես որ ճիշտ ասեմ, Մարիշ ջան, իմ համար էսթետիկան դա Ռուսաստանի ռուսական ռուսներինն է։ Ընդեղի տեխնոլոգիաները, ընդեղի տեխնիկները, որ իրանք օգտագործում են, ընդեղի նյութերի, ընդեղի կոմբինացիաների նյութերի
Տարբերվում է, հա։ Շատ է տարբեր։ Այստեղ մասնակցել եմ վեբինարների, որ ասեմ անձամբ ներկա գտնվել եմ, վեբինարների եմ մասնակցել ու երբ որ ես համեմատականներ եմ անցկացնում, էսթետիկան գալիս է, ինչ ուզում ես ասա, գալիս է Ռուսաստանից, ռուսական այդ դեղի բազան է։ Իմ ամեն ինչ գիտելիքներ որ ունեմ, իմ բոլորը կարամ ասեմ ընդեղից է գալիս։ Ստորեն դե ինձ թվում է ռուս աղջիկները միշտ էլ շատ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում գուցե իրենց արտաքինի վրա։ Չնայած մեր հայ աղջիկներն է շատ խնամված, միշտ շատ բնականաբար դա գեղեցիկ, շատ ակնհայտ է դա արդեն, որովհետև հա, էսթետիկան դրա համար եմ ասում ինձ համար, իրենց տեխնիկան, ինչը որ օգտագործում են, ռեզուլտատներ ու շատ սիրուն ռեզուլտատներ են ունենում իրենց կատարած ամեն ինչերով։ Իրենք շատ սիրում են կոմբինացնել, ասենք 2-3 պրոդուկտ իրար հետ խառնելով աշխատելը տենց չէ, բացարձակ բնականաբար ոչ, բնականաբար իհարկե դե հա, ես դրանից հա, չէ, բնականաբար ոչ ու շատ սիրուն, իսկ ստեղ ասենք կոնկրետ նյութը տրված է կոնկրետ պրոցեդուրայի համար, դու իրավունք չունես այդ նյութը օգտագործես, ասենք, բայց նրանք փոխում են, խառնում են, կոմբինացնում են իրար հետ։ Իսկ Բելգիայում կա տենց օրենսդրություն, որը քեզ արգելում է խառնել ինչ-որ նյութեր իրար հետ, թե դու ազատ ես որպես մասնագետ, դու որպես մասնագետ ուղղակի պրոտոկոլով, եթե այդ նյութը տրված է տվյալ պրոցեդուրայի համար, տվյալ թրետմոյի համար, դու միայն դա պետք է անես, իսկ ուրեմն որ ես քեզ չէի ճանաչում տարիներ առաջ այդ բանը Instagram-ով էի, չէ՞, կարծեմ քեզ նայում, ամեն անգամ գրում էի, «Անես ինչ ես անում»։ Միշտ շատ դες յուրահատուկ պրոցեդուրաներ ես անում, հա, ասում եմ շատ ու ասում ինձ թվում է մի 10 անգամ քեզ ուղարկել եմ, նա անբա չի ցավում։ Այդ հարցը հաճախակի են միշտ տալիս, ինձ չի ցավում ու ես միշտ այդ եմ ասում վիդեոյի մեջ, ինչի եմ այդ վիդեոները վախացնելու համար չեմ, ամուղակի մարդիկ որ հարց են տալի, են որ ասում ավելավա մի անգամ աչքով տեսնեն, քան 100 անգամ Այստեղ աղարել էին, ընկել էին։ Ուզում եմ միշտ այդ հարցը տալուց ցավում է թե ոչ, միշտ այդ եմ ասում մարդու դեմքի ռեակցիայի նայի տվյալ պրոցեդուրայի ժամանակ, ասենք ինքը ինչ ռեակցիա է տալիս, բնականաբար դա տեղային ազգայացումով է արվում, ամենացավոտ պրոցեդուրան իմ համար դա միայն շրթունքներինն է, այն էլ շրթունքներինն ավելի ցավոտ է, քան այդ մնացածը որ թելը քաշես։ Իհարկե, անհամեմատելի։ Փաստորեն աղջիկներ ջան, եթե շրթունքները արել եք, ուրեմն ամեն ինչի կարակ 100% կարամ ասեմ, որովհետև այդ թելային ձգումները, թելային լիֆտինգները, այդ տեղային ազգայացումը ընդհանրապես, օքեյ, հաճա, բայց ցավոտ չի, բայց շրթունքը ինչքան էլ որ եթե արել են, գիտեն, նույնիսկ մի անգամ գիտեն, նույնիսկ անեսթեզիայի դեպքում էլի զգայուն է, էլի ցավը կա։ Նան, իսկ օրինակ որ տարիքից պետքա քո կարծիքով սկսել տենց ինչ որ հետևել, ինչ որ բաներ անել, տենց պրոցեդուրաների առումով եմ ես ասում։ Մարիս ջան, դե գիտես ինչ, տարիքային առումով բնականաբար ինչքան ուշ, այնքան ավելի, բայց շատ ուշ էլ չէ, ես չեմ ասում, ասենք նկատի ունեմ 20-ից հետո կարելի է թեթև նայած ինչ պրոցեդուրա, ասենք 20-ից հետո 20 տարեկան երեխայի մաշկը իմ համար երեխա է 20 տարեկանի երիտասարդ մաշկ է, որ կարիք չունի ինչ որ մի բանի, կարող է ինչ որ խորը խոնավեցում հիդրատացիայի համար տարին մի անգամ ինչ որ արվի մեզոթերապիա, դա ինչ է, կոմպլեքս վիտամիններ է, մենակ դա է, վիտամիններ ներարկում խորը հիդրատացիայի համար, ասենք 20 տարեկան երեխան ինչքան էլ կնճիռ ունենա, դա գենետիկ նշանակություններ ունի կնճիռներն, հենց չի տարիքից է միայն կախված կնճիռների առաջացումը, գենետիկա էլ գոյություն ունի, բայց չեմ դեռ այսքան ժամանակ, այսքան տարիների փորձի մեջ չեմ տեսել 20 տարեկան ինչ որ աղջիկ կա կնճիռի համար։ Հիմնական տարիքի աղջիկները անում են շրթունքները, այդ տարիքի աղջիկները անում են վիտամիններ, ինչ որ դեմքին տարին մի անգամ եկել բեռնանատ մակիաժ երևի, հա երևի։ Շրթունքները հիմնականում, իսկ արդեն 25-ից հետո, դե գիտես, ամեն տարիքային գնալով արդեն մեր կոլագենը օրգանիզմի այդ ամեն ինչը նվազում անհետ։ Իսկ 50-ից հետո արդեն
50-ից հետո կարելի է աբանեմենտ վերցնել, գրանցվել նանայի մոտ, 50-ից հետո արդեն դե բնական է, արդեն մի քանի էտապներ պետք է անցնենք, որ մի քիչ գոնե կարողանանք թարմ պահել որոշ ժամանակ դեմքի շատ հետաքրքիր է։ Տղամարդիկ ինչ որ բան անում են, որովհետև մեր կանայք ինձ շատ sense իրանց հետևում են բաներ, բայց տղամարդիկ անում են ինչ որ շատ առաջ համեմատած տղամարդիկ ասեմ առաջ համեմատված առաջ ասվածս էդի մի 5-6 տարի առաջվա համեմատություն եմ անում տղամարդը միշտ խոսափում էին, ամաչում էին, քաշվում են, ոնց թե տղամարդը բանան ու ասեմ ավելի շատ ուրախ եմ հիմա որ նույնիսկ մեր հայ տղամարդիկ, հայ տղաներն են իրանց սկսել հետևելը այդ ինչ են անում օրինակ տղամարդկանց հիմնական խնամքը մեզոթերապիան է խոնավեցումը դեմքի մաշկի ու ունքերի այդ մեջտեղի այդ մեր տիպիկ Կովկասի այդ գիծը որ կա այդ ջղայնանալու sense ասեմ պարզ բառերով ասենք էդիա որ բոտոքս արվում կնճիռը վերանալու համար այդ այստված է այդ ունքերի արանքի բան են մազակար չէ այդ երրորդ ունքը նո միմիկայի այդ որովհետև մեր մոտ տիպիկ է դա խորը այդ միմիկան խորը այդ գիծը ունքերի մեջտեղի սիրում ենք ունքերներս գիտել չէ ապրես դա է вот այդ միջունքային տարածքի այդ Պաստորեն սկսել են արդեն հայ տղամարդիկեր են սկսել ուշադրություն դարձնել ու դա մշակույթի հարց է մեր տղաներն էլ ունեմ խումբ տղաների սենց ասեմ 24-ից 30 տարեկան իրոք Պաստորեն 24-ից 30 տարեկան իհարկե տարբեր երկրներից էլ ունեմ ոչ միայն Բելգիայից որ գալիս են դեմքի խորը խոնավեցման համար մեզոթերապիա գույնի մաշկի որակի լավացման ամեն ինչի համար օքեյ շրթում չեն անում չգիտեմ ինչ բայց մարդիկ հետևում են այսինքն իրանք ընդունում են որ դա խնամքի մի միջոց է եւ մի կասկածի տակ դնում իրանց բացարձակապես ուրեմն տղամարդկայությունը դա դրա վրա չի ընդհանրապես դա դրա հիգիենա ինչ որ մի մաս է այսինքն sense գուցե վալա ընդհանրապես մեկը մեկի հետ ընդհանրապես կապ չունի երբ որ մարդ իրան խնամում է ես չեմ ասում էլի եմ ասում այն չափազանց են էքզաժերի արած դեմքերն ու չգիտեմ ինչ նո բայց մինիմալ բաները որ արվում է վիտամիններ նման բաները ես չեմ կարծում որ Այսինքն հետաքրքիր է մեր տղամարդկանց համար որ մեր ունկնդիրները կլսեն որ գուցե հնարավոր է որ գան ասենք այդ բնականաբար ինչ որ մինիմալ իհարկե դեմքի թարմացման համար ասենք պարտադիր չի կինեն չէ որ մաշկ կա ինչ տարբերություն օքեյ տարբերություններ կա դեմքի ու ուղղակի սովոր չենք որ մեր տղամարդիկ տենց Բայց շատ ուրախ եմ, մեր փաստորեն ունկնդիրներն կլսեն եւ կիմանան, որ գոյություն ունեն տարբեր խնամքներ տղամարդկանց համար, տարբեր տարիքների, մաշկի եւ այլն ամեն ըստ մաշկի վիճակից ելնելով կա համապատասխան բուժում ասեմ էլի Նան, իսկ ասենք այդ բոլոր պրոցեդուրաներից որ դու սովորել ես, հա, որն է ամենաբարդ պրոցեդուրան քո համար, որը արվում է լիպոսակցիա Լիպոսակցիա ես անում։ Լիպոսակցիա, հա։ Որ մասի լիպոսակցիա ես անում։ Այդի կարա լինի կրկնակզակի հատվածում, իհարկե անում եմ միայն կրկնակզակի, անում են տարբեր զոնաներ, բայց կոնկրետ ես անում եմ կրկնակզակի հատվածում լիպոսակցիա, որը իմ համար ամենաբարդ պրոցեդուրաներից մեկն է ինչ առումով որ վերականգնողական շրջանը շատ երկար է, շատ երկար է ու մոտ 1 տարի չափով զգացողությունը այդ շրջանում, այդ զոնայում կորում է, մի քիչ բարդ պրոցեդուրա է ինքը, բայց դա մի անգամ անում ես ու վերջնական է, մի անգամ ու վերջ դա։ Իմ համար ամենաբարդ պրոցեդուրան դա է։ Իսկ ինչ նոր պրոցեդուրաներ ունես պլանավորած, որ պետքա գնաս սովորես դա։ Սովորելու նոր պրոցեդուրա ասված դեռ չկա, այտենց նոր դուրս եկած չկա, բայց կա բարելավում, հա, վերակվալիֆիկացիա, հա։ Հա, ունեմ արդեն հուլիսին ունեմ արդեն այնտեղ օրեր, որ Մոսկվա պետքա գնամ այնտեղ, որովհետև նոր տեխնիկաներ է դուրս եկել այդ ֆիլերներով աշխատելու, ֆիլերի տեսակ կա, դրանով աշխատելու, որ ուրիշ արդյունքներ ստանալու համար։ Թե չէ նոր պրոցեդուրա, համարյա բոլոր պրոցեդուրաները անում եմ, բայց միշտ գնում եմ վերապատրաստումների։ Ամենահաճախ որ պրոցեդուրան են քեզանից խնդրում։
բոտոքս, կնճիռների վերացու ու շարթունքներ, հիմնական։ Նան, իսկ եթե որ ասում են, որ բոտոքսը շատ վատ է օրգանիզմի համար եւ այլ ֆիլերներ, ինչ կասես քո կարծիքը։ Ասեմ քեզ, դա միֆ է, որ մարդկանց մեջ պատտվում է ինչի համար, դա էլ նորմալ է, որովհետեւ մարդիկ չեմ պատկերացնում դեղի բաղադրություն ինքնից ձևով ազդում օրգանիզմի, որոնք որ տեղյակ չեն բժշկությունից, որը որ նորմալ է այդ ռեակցիան, որ մտածում են շատ վատ է։ Ասեմ քեզ, որ վատ չի դա, ինչ առումով, որովհետև բոտոքսը այն նյութն է, որ մեր օրգանիզմում ինքը չի մնում։ Ինքը մինիմումը իր ազդեցությունը 3-4 ամիս է, մաքսիմում 6-7 ամիս, դրանից հետո ինքը մինչև վերջի կաթիլը մեր օրգանիզմից դուրս է գալիս։ Ինքը չի մնում։ Ուղղակի մարդկանց մոտ մտածում են, որ իրենք մի քանի անգամ արեցին, որ թողեցին, կնճիռները շատացավ։ Ես դա շատ եմ լսել, որ ասում են, երբ որ բոտոքս ես անում, հետո կնճիռները ավելի շատանում է եւ բայց դա այդպես չի, դա կարամ ասեմ 100%, ինչ մեխանիզմով է դա աշխատում, երբ որ մենք որոշ ժամանակ անում ենք, միշտ տեսնում ենք առանց կնճիռ դեմքներս, բայց չէ որ մաշկը այդ ամիսների օրերի ընթացքում ինքը ծերացում է, էլի չէ գնում, ամեն օր փոփոխություններ է լինում, ու երբ որ մի քանի ամիս մի որոշ ժամանակ արվում է, ու դու որոշում ես էլ չանես, բնականաբար արդեն մի կնճիռ ավելացած է լինում, մտածում ես որ բոտոքսը թողեցիր, դրանից ավելացավ, բայց դա դրանից չի, մաշկի ծերացում է գնում ինքը, էլի։ Նան, իսկ հիմա շատ մոդա է բոլոր Instagram-ով այդ face yoga-ն։ Ինչ ես կարծում face yoga-ի մասին։ Ես ինքս ճիշտը որ ասեմ, լսել եմ շատ, որ ասեմ, ուսումնասիրել եմ որպես այդպես պրոցեդուրա բան, չէ, սուտ կլինի, լսել եմ, որ շատ օգնում է, բայց կոնկրետ ինչ որ մեկին ես անձամբ չեմ տեսել։ Ահա, լսել եմ, որ շատ օգնում է ինքը, բայց ես անձամբ մեկին չեմ։ Մասաժները, բնական է, նման բաները իհարկե օգուտ է, վնաս չի նման բաները, բայց որ ասեմ։ Իսկ եթե բոտոքս ես անում, փաստորեն այդ մկան ինքը անշարժանում է, փաստորեն ինքը չի կարա face yoga-ն համակցես բոտոքսի հետ, հա, երևի թե ոնց։ Ես face yoga-ն կամ արվում է բոտոքսից արվում է դա մոտ 3 շաբաթ հետո, մի ամիս հետո արդեն կարող ես նմանել, իհարկե, սկզբնական 3 շաբաթ, որտեղ բոտոքսի վերջնական ազդեցությունը միշտ լինում է 2 շաբաթ հետո, 14 օր հետո, որովհետև ինքը դեղը շատ դանդաղ է ներծծվում, ինքը իր ազդեցությունը փոփոխությունները օրեցօր է, միանգամից կտրուկ փոփոխությունը չի լինում, ոնց որ ասենք ֆիլերի դեպքում է, որ միանգամից ռեզուլտատը տեսնում է։ Իսկ դրա համար են ասում, այդ մի շաբաթը 10 օրը ուշադիր լինեն, խուսափեն, ալկոհոլ, տաքություն, ջակուզի, սոնա, համամ, ինչի համար զուտ սիրուն ռեզուլտատ ունենալու համար։ Իսկ դրանից հետո արդեն ոնց ապրելակերպը եղել է, ոնց ինչով զբաղվել են սպորտով, դրանից հետո Նան, մենք հիմա ասենք մի անգամից անցանք մասնագիտականի, մոռացանք նանոլիկին։ Նանոլ, ինչ ես սիրում կյանքում։ Ինչ եմ սիրում կյանքում։ Սիրում եմ շատ բնություն։ Շատ սիրում եմ բնությունը։ Իմ համար, չգիտեմ, աթուրիշ աշխարհաբնությունը, բնության գրքում ես ինձ զգում եմ մի հատ ոնց որ երկնքում լինեմ, չգիտեմ, ազատության մեջ։ Որ 2 րոպե ազատ ժամանակ ես ունենում, գնում ես բնության գիրք։ Դուրս եմ գալիս։ Դուրս ես գալիս։ Հա, ուղղակի կարող եմ քայլեմ։ Ուղղակի քայլեմ։ Պարտադիր չի որ մի հատ ուղղություն վերցնեմ, ուղղակի կարող եմ քայլել ու մեծ բավականություն ուղղություն։ Հա, չէ, Ես կարամ ժամերով քայլեմ, բայց իմանամ ուր եմ գնում։ Չէ, ես կարամ քայլեմ ու մեծ բավականություն ստանամ, մանավանդ որ անցնում եմ այնպիսի ճանապարհ, որ ասես լիքը ծառեր, ծաղիկներ, այտենց բավականություն մեծ հաճույք եմ ստանում, վայելում եմ ուղղակի։ Ծովի սիրահար չեմ ասել, ջուր, ծով չէ, բնություն։ Բնություն։ Հա, իմ համար բնությունն է։ Իսկ ինչ չես սիրում։ Ինչ չեմ սիրում։ Լավ հարց է, մի քանի բաներ կան, բայց չգիտեմ։ Երբ ասա իմանա։ Գաղտնիքները ասենք իմանա։ Չէ, գաղտնիք ասված ինչ չեմ սիրում։ Չգիտեմ, իրոք չգիտեմ ինչ պատասխանեմ այդ հարցին, որովհետև մի քիչ իմ մոտ ասվածը, չյով սկսվողը մի քիչ սահմանափակ է, որտեղ ես ինքս միշտ լավ տեսնող եմ, դրական տեսնող եմ, ինքը իմ էությամբ։ Ճիշտ է։ Դրա համար մի քիչ չյով սահմանափակ է իմ մոտ այդ դա։ Նան, եթե կարողանայի ինչ-որ Նան ջան, ասում ես, ուրեմն ինչ կփոխեիր քո կյանքում։
Մարիշյան, այդ հարցին պատասխանեմ ասենց առաջինը ես ինքս իմ մեջ շատ բաներ կա, որ կուզենայի փոխեի, որովհետև ես ինքս իմ նատուրայով մի քիչ շատ կոմպլեքսավորված մարդ եմ։ Կուզեի զուտ այդ կոմպլեքսներից ազատվեի, որը որ շատ խանգարում է ինձ իմ կյանքում, տարբեր հարցերում, տարբեր առիթներին։ Առաջինը դա, որ կուզենայի փոխեի։ Դե դա լավ սկիզբ է։ Դե դա հնարավոր է, դա անցյալի կապ չունի։ Իմ նկատմամբ շատ դաժան եմ, սենց ասեմ, շատ դու քորավ ընկերը չես։ Այո, շատ ինքնաթերագնահատում եմ, որ միշտ զանգի մենք քեզ կգնահատենք։ Հենց այդ պահը գալիս է զանգի մեզ, մենք կգնահատենք։ Նան, եթե մի բան պետք է անեիր ամբողջ կյանքում անվճար, ինչ կանեիր։ Մարդկանց օգնեմ, մեծ սրտով։ Իրոք եմ ասում, որը որ արել եմ միշտ եմ արել, էդի թող չունեցած ժամանակից սկսած մինչև հիմա, կապ չունի մարդկանց օգնելը, հասնելը, դա կլինի թե ֆիզիկապես, դա կլինի թե հոգեպես, դա կլինի թե ուրիշ առիթներով, առումներով, մեծ սիրով դա կանեմ ու իմ ամբողջ կյանքում երբեք չեմ հոգնում դրա։ Ուրեմն փոքր պատմության համար հիշեցնեմ, որ երբ որ մեր Արցախի տղաները հիվանդանոցում էին, այդտեղ մեր տղաները ես տենց մտիչոր փայլուն միտք էի ունեցել, որ քանի որ մամաները այդքան դժվարություններով էին անցել, արդեն 2 ամիս ստեղ էին, ասեցի գուցե ուղակի մի սենց փոքր հիշում ես մեր չաթում ասեցի այն ժամանակ ես քեզ չէի ճանաչում նորմալ ասեցի աղջիկներ ջան ինչ եք կարծում հնարավորություն կա որ մենք մի քիչ բան անենք մեր մամաներին հաճելի պահեր պարգևենք ու հիշում եմ որ դու մի անգամից դու Գայանեն Սվետլանան բոլորը արձագանքեցիք ու դա իհարկե իրանց խնդիրները չէր լուծում, բայց այդ պահին իրանք սենց մի քիչ գոնե ժպիտ ոգևորված, հա, դու սենց եկան ասին, վայ նանան, Սվետան բանը մեր գայուշիկն էլ բոլորը սենց մի ուրիշ ձևի, չգիտեմ, երախտապարտը մեր բոլոր աղջիկներին, որ ինչքան սենց մտքեր լինում է, դուք սենց միանգամից բռնում ու տանում ու ռեալիզացնում եք։ Իմ կարծիքով դա նորմալ է, որովհետև զուտ մարդկային առումով ինչ որ եթե կարողաս մի հատ ինչ որ չնչին ժեստ անես մեկին ու դրա համար իրան ինչ որ հաճույք պատճառես, թեկուզ աննշան ինչի՞ չէ։ Ես հիշում եմ դա ինչ որ շատ մի քիչ բան խոսակցություններ էր ստեղծել, որ ինչ այ եկել են ստեղծել ինչ որ խոսակցություններ, բայց ես գտնում եմ, որ այդ մի փոքր պահ, այդ մի փոքր այդ որ իրանցով մի քիչ զբաղվել էր եւ այլն դա իրանց մի ուրիշ sense մի քիչ պոզիտիվ էներգիա էր տվել, մի քիչ այդ պահին մոռացել էին բոլոր իրանց դժվարությունները ու իրենց այդ ինչով որ իրանք անցել էին ու դեռ պետք է անցնեին, ոնց որ այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, Նանջան, շնորհակալ եմ քո այդ պատրաստակամության համար, ձեր բոլոր աղջիկների, ի սրտե ես շատ միշտ հպարտանում եմ մեր բոլոր աղջիկներով, որ մեկը մի միտք մի բան բոլորը սենց բռնում ու տանում ու իրականացնում են, դա մեր հզորությունն է, մեր հզորությունն է։ Նան, ինչ էի ուզում ասել, որոնք են քո ամենամեծ որակավորումները, որն է քո որակը, որ շատ սիրում ես։ Շատ աշխատասեր եմ։ Շատ աշխատասեր ես։ Իմ նպատակին հասնելու համար չեմ խնայի ոչ մի ժամանակ իմ համար գիշեր, ցերեկ չեմ նայի, մենակ հասնեմ դրան, հասնեմ իմ նպատակին։ Ու դա դպրոցից եմ եղել այդպես միշտ եմ այդպես եղել։ Հա, իմ նպատակին շատ աշխատասեր եմ այդ կողմի մի այլ կերպի աշխատասեր եմ, որ Նան, որ նոր երիտասարդ ես իհարկե, բայց որ եթե մի օր այստեղ չլինես, ո՞նց կուզես որ քեզ հիշեն։ Որպես լավ մարդ, ուրիշ ոչ մի բան։ Դա արդեն կա։ Որպես լավ մարդ։ Եվ վերջի հարցը, ինչ կմաղթես մեր Բելգիահայի ունկնդիրներին։ Ամենալավն ու բարին։ Բոլորը թող առողջ լինեն, լավ լինեն, ամենալավը։
Մերսի Նանջան, շատ շնորհակալություն քո ժամանակի համար, Մեծ սիրով, քո մերսի պատրաստականության, քո պոզիտիվի հարցազրույցի համար շնորհակալ եմ շատ քեզանից էլ։ Ես գտնում եմ, որ մենք չգիտեմ, երևի ուղղակի ինձ այդպես բախտ վիճակվում, որ ես մի տեսակ աղջիկներին ուրիշ կերպ եմ ճանաչում, անկեղծ ավելի, ու ես գտնում եմ, որ մի ամբողջ մաս կա մարդկանց, որոնց մենք չենք ճանաչում իրենց կյանքը։ Ունեք վստահ եմ, որ քո, ասենք, հաճախորդներից ինչքան մարդ գիտի, որ դու ատամնաբուժ ես եղել կամ ինչքան մարդ գիտի, որ դու ինչ դժվարություններով ես անցել։ Ինչն եմ ուզում ասեմ, որ հատկապես այս Instagram, TikTok, այս սոցցանցերով մարդկանց երիտասարդներին հատկապես շատ բանը թվում է, որ ամեն ինչ շատ հեշտ է լինում, էլի, ու ես ուզում եմ ցույց տամ, ուղղակի որ բոլորը հասնում են իրանց ցանկության, իրանց աշխատանքի։ Ահա որ տարիներ եմ ունեցել, Մարիշ ջան, աննկարագրելի, անտանելի դժվար, այն կարգի, որ չի դիմանում, շատ լացելով, պայքարելով, գիշերը սովորելով, առավոտը աշխատելով, անտանելի տարիներ եմ ունեցել, որ հավատա ներկա պահին թշնամուս չեմ ցանկանում, որ ապրեն ինչ որ ես ոնց է հետապերել ու դա քեզ բերել է այն կետին, որտեղին, որ դու հիմա ես չես կարծում։ Երևի Գուցե ուրիշ ձև կլինի։ Ցանկանում եմ, որ սրանից հետո մենակ լավ դժվարություններ լինեն, այսինքն sense լավ նոր դասընթացներ սովորելու, նոր մակարդակներ հասնելու դժվարություն լիներ, էլի, այսինքն պոզիտիվ դժվարություններ։ Նանջան, սիրում ենք քեզ շատ, ու շատ երջանիկ եմ, որ դու մեր մոտ կաս։ Ես շնորհակալ եմ, որ ճանաչում եմ քեզ ու մնացած մեր բոլոր հայերին։ Մերսի Նանջան, ձեզ բոլորին բարի օր։ Շնորհակալ եմ։